Հայրաքելական եկեղեցու հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը ըստ տեղեկությունների ամերիկյան հայ համայնքի եւ իր թեմի քահանաների ճնշման ներքո է դարձի եկել։ Պատմում են, որ ահռելի ճնշումներ են գործադրել նրա վրա, կանգնեցրել երկընտրանքի առջև, կամ շարունակում է հավատարիմ մնալ մայրաթորին, կամ նամակ են ուղարկում իր թեմակալ առաջնորդությունը դադարեցնելու պահանջով։ Եվ միայն դրանից հետո են հայտարարել, որ փետրվարի 16-ից 19-ին կմասնակցի եպիսկոպոսատ ժողովին, որը մայրաթորը հրավիրել է Ավստրիայում։ Հիշեցնենք, Հովնան arczepiskopos Տերտերյանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է։ Ավելի վաղ նրանք հայտարարել են, որ չեն մասնակցելու եպիսկոպոսատ ժողովին եւ կոչ էին արել, որ մայրաթորը չեղարկի ժողովը։ Հովնան arczepiskopos-ը սակայն չի հայտարարել, որ լքում է Փաշինյանի ստեղծած եկեղեցու բարենորոգման խորհուրդը։ Ասում են, նրան Փաշինյանի կողմը բերելու ուղղությամբ համառ ջանքեր են տարել ներկայիս եւ նախկին դեսպաններ Նարեկ Մկրտչյանն ու Լիլիթ Մակունցը։ Հայտնի է, որ այս տարի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն անցկացվելու է մայիսին Հայաստանում։ Փորձագետների գնահատմամբ այն հերթական աջակցությունն է լինելու Փաշինյանի իշխանությանը համապետական ընտրություններին ընդառաջ։ Փորձելու են բարձրացնել նրա գահավիժած վարկանիշը, սրանով փորձելու են հայ հանրության մոտ տպավորություն թողնել Եվրոպայի աջակցության եւ Ռուսաստանի գաղութացումից ազատագրվելու մասին։ Իշխանություններն էլ ըստ ամենայնի որոշել են հատուկ հանդիսավորությամբ պատրաստվել այդ միջոցառմանը։ Անգամ գագաթնաժողովի օրը մայիսի 4-ը որոշել են այս տարի ոչ աշխատանքային հռչակել, տեղափոխելով ապրիլի 18, որպեսզի քաղաքացիների ուշադրությունն էլ ավելի սևեռեն այդ հույժ կարևոր միջոցառման վրա։ Պաշտոնական հիմնավորումն այն է, որ այդ օրը նախատեսվում է 50 բարձրաստիճան պատվիրակության ընդունում եւ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ոսկետափի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցին կառուցած բարերար Համլետ Գորոյանը եւ Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովանիսյանը, որը ԿՊԱ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է, մի խումբ անձանց հետ այցելել են եկեղեցի եւ պահանջել, որ տեղում ծառայություն իրականացնող Արտաշես քահանա Հակոբյան ազատի եկեղեցին եւ հանձնի բանալիները։ Արտաշես քահանան, հիշեցնենք, շաբաթվա սկզբին միացել էր Նիկոլ Փաշինյանի եւ մյուս հոգեվորականների նախաձեռնած բարենորոգման օրակարգին, սակայն մեկ օր անց հայտարարեց, որ հրաժարվում է այդ որոշումից։ Շաբաթ օրը նա հրապարակավ հայտարարեց բարերարի եւ վարչական ղեկավարի իրեն ուղղված սպառնալիքների մասին, հայտնելով նաեւ, որ եկել սպառնացել գնացել են, սակայն ասել են, որ մի քանի ժամ հետո վերադառնալու են։ Եթե ինքնակամ չլքի, ապա եկեղեցու դրան կողպեքն են փոխելու։ Երեկվա դրությամբ սակայն ոչ բարերարը եւ ոչ էլ այլ անձինք չեն վերադարձել եկեղեցի։ Մեզ ասացին, որ քահանայի ահազանգին արձագանքել են բազմաթիվ լրատվամիջոցներ լուսաբանել կատարվածը, որից հետո համայնքի տասնյակ հարյուրավոր բնակիչներ շտապել են եկեղեցի, կանգնել նրա կողքին եւ աջակցություն հայտնել մայրաթորի սպասավորին։ Ասել են նաեւ, որ պատրաստ են անձամբ վռնդել բարերարին ու ցանկացած մեկին, ով կհանդգնի քահանային հանել եկեղեցուց։ Ըստ ամենայնի համայնքի բնակիչների միասնականության մասին տեղեկացել են նաեւ իշխանավորները եւ որոշել են կրակի հետ չխաղալ, իրավիճակը չսրել ու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկել։ Պարզ է, որ ժողովրդի միասնականության առաջ չարեփոխիչները եւ անգամ ուժային կառույցները տնօրինող Փաշինյանը նահանջում են։